Պարոն Փաշինյան, շատ քննարկվեց Իրանի պատերազմի ֆոնին ձեր, այսպես ասած, բեռաշկի ուտելու հանգամանքը, բայց ես ուզում եմ տնտեսական մասով անդրադառնանք հարցին, արդյոք Իրանի հետ կապված մենք ունենք ապրանքային դեֆիցիտ, որովհետև նույն բեռաշկի համար, հաստատ ուտելու համար Իրանից նույն կաթնամթերքի հումք ենք մենք ներմուծում, կա այլ ընտրանքներ այս պահին, կառավարությունը տեսնում է այն ապրանքները, որը Իրանից վերվում է, այլ ընտրանքային երկրներից Հայաստան ներմուծում, սա առաջինը եւ երկրորդը կարճ, արդյոք դուք քննարկել եք ռուսական կողմի հետ, խոսել եք ավելի վաղ, երկաթուղու կոնսենսիոն կառավարում է այլ երկրին փոխանցելու հարցը, այս մասով որևէ քննարկում, որևէ պարզաբանում Ռուսաստանից կա, որովհետև մենք լսում ենք բավականին կոշտ հայտարարություն ռուսական կողմից։ Այո, քննարկումներ կան աշխատանքային մակարդակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, ընդհանրապես ավելի լայն համատեքստում ասեմ, հարգելի գործընկերներ, մենք իհարկե շատ ցավում ենք եւ շատ ցավալի է մեզ համար, ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Մենք, ես ասցի առիթ ունեցել ենք ասելու, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգում։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Այսինքն մի տարի ու կես կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պեռաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք, որովհետև Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջել են, չէ՞ եղել։ Եվ 6 ամիս առաջից հետո ակնհայտ չէր, որ այլևս չեն լինելու։ Այսինքն մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ եւ այդ խնդրի վերաբերյալ։ Եվ շատ լավ է, որ ոչ թե այդ օրը առավոտյան պետք է վարչապետը ափալ-թափալ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով մի տարի ու կես, ես հիմա ուղղակի վախենում եմ շփոթել ամսաթիվը, եղել է այդ աշխատանքային խումբը։ Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը անհոգ է, ոչ, երբ որ բոլոր մնացածն էին անհոգ, Հայաստանի կառավարությունը իր գործողությունները կազմակերպում էր եւ որոշումները կայացնում էր։